Կապանի Շահումյան 19 և 21 շենքերի միջև կառուցված խաղահրապարակի լողավազանն է։ Առաջին հայացքից ամեն ինչ լավ է։ Լողավազանը լիքն է, երեխաներն էլ հովանում են ջրում։ Երբ տեղ հասանք, կարծեցինք, թե ահազանգը կեղծ է, քանի որ խմբագրություն զանգահարողն ասել էր, թե 2 տարի է, ինչ լողավազանը դատարկ է։ Բայց եւ այնպես մոտեցանք եւ զրուցեցինք երեխաների հետ։ Դե երեխաներն էլ գիտեք, տան ամենաճիշտ խոսողներն են, պատմեցին եղելությունը։ Բասեինը մաքրել ենք, բոլորով մաքրել ենք, օճառով, բանով ենք, հարու մոտնենք լողանանք, մաքրն հիմա բոլորով լողացել ենք, էլ կեղտոտվել է։ Ջուրը չենք բերել, շլանգը բերել ենք, պուլպուլակից կապել ջուրը լցվել է։ Ես կուզեի, որ մեր տակի բասեիններ սարքեն սիրուն, որ երեխեքը փոքր դեղ լողանան, մեծերով նեղ, համերի ֆոնտանի բաները, ու տափը լույսերը սարքեն։ Տենց հիմա բոլորը որ գալիս են գերշարերը, որ կանալիզացիան բացեն, ջուրը դրանով չի գնում։ Իսկ եթե ջուրը թափվում է, հետո եթե նա թափեն, գալու է բոլորը ընկե այստեղ, հետո չամաքացնելու է դրա համար։ Չէ, հիմա նա պետք է սարքենք, որ հետո աշխատի։ Մենք հիմա դրա վրա աշխատում ենք, մենք ուզում ենք դա սարքել, բայց չի ստացվում։ Բայց մի քիչ երեք բացել են գնացել է ջուրը, բայց հիմա էլի չի գնում։ Վետրոներով ջուրը թափելու ենք, բայց դե աշխատում ենք, էլի ուղղակի ասել են կոմունալները գալու է, բայց չեն եկել։ Խաբել էին մեզ, մենք էլ ստիպված ենք անդադ ջուրը թափել լցնել։ 3 փորձեր եզասարենին բացել, չի ստացվել։ Բայց հիմա էլի եկել է քարը լցվել մեջի, էլի զասարենի է, ջուրը չի գնում։ Միջև էլ մենք ներքև մենք լողանում, դա այստեղ չէր աշխատում։ Բոլորից ասում եք զանգեին, որ կոմունալ չէին զանգում։ Դժվար է մեզ համար։ Մեր զրույցին միացավ նաև շենքի բնակիչներից Ռազմիկ Մովսիսյանը, ով շատ հարցեր տվեց, որոնց պատասխաններն իհարկե կփորձենք իմանալ պատկան մարմիններից։ Բալկոնից անդադ հետևում եմ իրանց, որ ջարդեն, չկոտրատեն, բայց հետևող չկաս թե։ Հետևող չկա, այս 2 տարի կառուցված, դրանից հետո էլ արդեն բացթողի վիճակում է։ Երեխեք են էլի, ոչ մեկ չես կարող բան անես։ Ինչի են ջարդում են, փշլում են, բայց հետևող չկա։ Նամանանդ է ջուրը։ Ամառը պրծում է ջուր չեն կապում, ինչի չեն կապում։ Ուզում եմ իմանալ տեսնեմ տերը նով է։ Ով պետք է տերություն անի այս բանի օբյեկտին։ Շատերը մոտեցան եւ բողոքեցին։ Ի վերջո, եթե գումարներ են ծախսվել եւ կառուցվել է ջրավազան, պետք է ծառայի իր նպատակին, գոնե ամռանը, ասում են նրանք։ Ջրամատակարարում չկա, ջրահեռացման համակարգը չի գործում։ Երեխաներն են հնարներ փնտրում լողավազանը ջրով լցնելու եւ հետո նաեւ դատարկելու համար։ Եթե մեծերն ուզում են իմանալ, թե ով է պատասխանատու այդ ամենի համար, ապա երեխաներին դա չի հետաքրքրում։ Նրանք միայն ուզում են, որ լողավազանը լիքը լինի, իրենք էլ երբ ուզեն լողանան, ոչ թե մի ամբողջ օր չարչարվեն այն լցնելու համար։ Օրինակ երեք օր լացել ենք մինչև ժամը 8-ը դարել է 1-ից։ Ես հիմա մի հատ օրինակ կարող եմ բերել, շատ վաղուց վա էլի։ Այն ժամանակ ես պաշտոնատեր էի, Գեորգյան Արարատել քասոյիտ նախագահ էր։ Դեկտեմբերի 31-ին պայթում է ռադիատորի բանը, ռադիատորը սկսում տաք ջուր, պատկերացնում ժամը 11։ Զանգում եմ այն ժամանակ ավարինիկ բան կար, ունանում։ Զանգում եմ դա ասպատամել գործոչի, զանգում եմ Կատելին ասպատասակսյան լովա կարեն վաղտը ասպատամել գործոչի, մի խոսքով հունվարի 3-ին կագրած քասոյիտ նախագահ խորհրդակցություն անցկացնում, դա Արարատ Գեորգյան, ասում եմ լսի, ուզում եմ իմանալ տեսավ, սա ուն գործը, ում պատմում է մեզ բանը, 10 քանի հոգի աշխատանքը սեռացվեցին, վերջտես չի գայլի, չէ, ես իմ գործը չի, բա ում գործը նա, ում գործը նա 2 տարի բաց թողի վիճակում է, երեխեքը տենց բան չեն անում, ում գործը նա։ Տարածաշրջանում ճամբար չի գործում, համաքաղաքային, ամառային, բակային ճամբարն էլ է այլևս պատմություն։ Շատ-շատերը հանգստյան տներ կամ այլ վայրեր գնալու հնարավորություն, գուցե նաև ժամանակ չունեն։ Նրանց երեխաներին մնում է մնալ իրենց քաղաքում եւ բավարարվել տեղի եղածով, բայց փաստորեն այսօր դա էլ հնարավոր չէ։